Ողջույն, շարունակում ենք մեր Linux-ի նվիրված դասընթացը, այսօր կխոսենք free հրամանի մասին, հա, free ազատ, երևի թարգմանաբար, ինչը այն ուրեմն ցույց տալի, այն ցույց է տալի մեր RAM-ի մասին ինֆորմացիա, ինչքան է օգտագործում, ինչքան է ազատ, ինչքան է cache արած, ինչքան swap memory ունենք եւ այլն։ Հիմա հերթով ուրեմն կտենանք, բերեք տանք free, այստեղ ուրեմն տեսնում ենք մեր ընդհանուր mem եւ swap, սա swap space-ն է, երբ որ memory հիմնական RAM-ը սպառվում է, swap-ը ոնց որ սկսում է օգտագործվել։ Total, հա, ինչքան RAM ունենք մենք, այսքան RAM։ Ինչքան RAM է օգտագործվել process-ների կողմից, ինչքան է ազատ։ Так, ինչքան է shared նշանակում է ինչքան է օգտագործում, tmpfs, ոնց որ file system-ի կողմից, tmpfs, սա Linux-ի file system-ներն են, հա, buffer, так, ուր է buffer-ը չկա, հա, հեսա, կա buffer, ոնց որ ինչքան memory է օգտագործում, ոնց որ kernel-ի կողմից, cache-ը էլի ոնց որ cache-ի կողմից եւ ինչքանն է հասանելի, սա swap-ն է, swap-ը տեսեք չի օգտագործում մեր համակարգի, ոնց որ RAM-ը ամեն ինչ նորմալ է, ունի տարբեր key-եր, սենց ավելի հասկանալի, հա, 15 GB կա GI, այսքան օգտագործում է, այսքան ազատ է, այսքանը shared է, այսքանը buffer ու cache է, այսքանը հասանելի է։ Մյուսը կարող ենք մենք անել free b, սա ցույց է տալի բայթերով, հա, քանի բայթ կա, սա ցույց է տալի կիլոբայթերով, սա մեգաբայթերով, հա, եւ так, այսպես, եւ սա գիգաբայթերով, բերեք մաքրենք, ուրեմն так, հավաքենք free minus t, սա նաև ոնց որ ցույց է տալի մի հատ տող է ավելացնում total, սրանց գումարն է, ինչքան է օգտագործվում եւ free, սրանք գումարը իրար կստանաք սա։ Մենք ինչ կարող ենք անել, օրինակ կարող ենք անել այսպես free minus s, հա, 2 minus count 2, տեսնենք ինչ է անելու։ 2 վարկյանը 1, հա, ինֆորմացիա է բերում, այսինքն բերեց ինֆորմացիան, 2 վարկյան սպասեց, բերեց մյուս ինֆորմացիան։ Կոպիտ ասած, սա նշում եք քանի անգամ, սա նշում եք ժամանակը, հա, վարկյաններ ոնց որ սեկունդ, ինքը ոնց որ այդքան վարկյանն է 1, update անում մինչև հասնի այս թվին։ Հուսով եմ ամեն ինչ հասկանալի է free-ի մասին, սա մեր RAM-ի մասին ինֆորմացիան է։